Իրավիճակը իսկապես ոչ միայն Հայաստանի շուրջ, այլև աշխարհում հիմա խիստ անհասկանալի է, միևնույն ժամանակ դեռևս չի ձևավորվել նոր աշխարհակարգը կամ այն աշխարհակարգը, որը փոփոխությունների է ենթարկվել առնվազն Խորհրդային Միության փլուզումից հետո, մենք էլ այդ շրջապտույտի մեջ ենք գտնվում եւ նման միջոցառումները բնականաբար շատ ողջունելի են, նման հրատարակումները հատկապես լուրջ մասնագետների կողմից արվող աշխատանքները, որպեսզի մեր ժողովուրդը հնարավորինս շատ լուսաբանվի այս թեմայով, հնարավորինս շատ խոսի այս մասին եւ կարողանա ճիշտ եզրահանգումների գալ, որովհետեւ մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներում, թույլ տվեք ոչ եթերային բառ օգտագործեմ, խուժան ժամանակներում, երբ ամեն մեկը ամեն քարոզիչ տարբեր երկրների հատուկ ծառայություններից սկսած մինչև Հայաստանի օրվա իշխանությունների ապականող այս քաղաքական մթնոլորտի պայմաններում փորձում է ժողովրդի գլուխը լցնել բառի բուն իմաստով ապուշություններ, որի հետ իրականությունը ոչ մի կապ չունի։ Եվ երբ իրականության հետ բախումը լինի, այդ ժամանակ մենք կտուժենք, ինչպես եղավ օրինակ 2021 թվականի պատերազմի ժամանակ, դրանից հետո Արցախի դատարկվելու հետևանքով, հիմա աշխարհաքաղաքական իրավիճակը պատկերացնելը եւ ճիշտ եզրահանգումներ անելը, հնարավորինս ճիշտ կողմնորոշվելը շատ կարեւոր է։